Տեղեկություններ հաստատվեցին, որ Ադրբեջանում տարբեր վնասվածքներով հայ գերիներ ունենք։ Այս մասին ուզում էի հասկանալ, տեղեկատվությունը ճիշտ է, թե ոչ, եւ տվյալներ ունեք, ինչ առողջական վիճակում են նրանք, ու ինչ քաղաքականություն պետք է վարի այս շրջանում Հայաստանի իշխանությունը, որպեսզի կարողանա նրանց իրավունքներն ապահովել։ Նախ, այո, տեղեկատվությունը իրականությանը համապատասխանում է այն առումով, որ Բաքվում պահվող պատանիները ընտանիքների հետ զրույցում հայտնել են առողջական խնդիրների կամ վնասվածքների վերաբերյալ եւ այդ տեղեկությունները ընտանիքի անդամները մեզ են փոխանցել։ Դրա հիման վրա մենք ահազանգել ենք, իհարկե նաեւ խնդիրը ներկայացրել ենք միջազգային կառույցներին, այստեղ այս իրավիճակը արդյունք է մեկուսացվածության, Կարմիր խաչի գործունեությունը դադարեցված է, նոր այցելություններ թեկուզ մեկ անգամյա փոխպայմանավորվածությունների արդյունքում ձեռք չեն բերվում, անկախ բժշկական հետազոտություններ չկան, անկախ փաստաբանական գործունեություն չկա, ինչը կարող է ֆիքսել եւ կանխել նման դեպքերը եւ հասկանալի է, որ այս իրավիճակը հանգեցնելու է խոցելիության, հոգեբանական, ֆիզիկական այլ նոր ծանր հետևանքների։ Կարծում եմ առաջնահերթ է որևէ մարդասիրական առաքելություն իրականացնող կառույցի գործունեության վերականգնումը կամ անկախ բժիշկների այցելության կազմակերպումը կամ երրորդ երկրի միջոցով հյուպատոսական այցելությունների կազմակերպումը, իհարկե ազատ արձակման խնդիրը կա, այստեղ տարաբնույթ քաղաքական կոչեր կան, ադրբեջանական կողմը դեռևս այդ կոչերին չի ենթարկվում, պետք է ուժեղացնել ճնշումը, բայց դրան զուգահեռ ապահովել անկախ բժշկական եւ մոնիտորինգային մարդասիրական խմբի այցելությունը Բաքվում պահվող մեր ազգակիցներին։ Շնորհակալ եմ Տիկին Սահակյան, եւ վերջին հարցը, իսկ տեղյակ ենք ինչ վնասվածքների մասին է խոսքը, խոշտանգումներ եւ այլն ծանր վնասվածքներ են, թե այլ։ Բոլոր մանրամասները մեզ հայտնի են, ուղղակի այս պահին ձեռնպահ մնանք դրանք հրապարակելուց, միջազգային կառույցներին շատ մանրամասն ենք ներկայացրել։ Հասկացա Տիկին Սահակյան, շնորհակալ եմ։ Իսկ իշխանությունների մասով ինչ կասեք, իրենց քայլերը որը պետք է լինի։ Նշեցի, այստեղ պետք է փորձ անեն հյուպատոսական այցելություն կազմակերպել երրորդ երկրի միջոցով կամ ճնշում գործադրեն, որպեսզի ադրբեջանական կողմը համաձայնվի Կարմիր խաչի այցելություններին կամ անկախ բժշկական խմբի այցելություններին։